Սևան քաղաքում գործող Բոհեմ թեատունն է այն սակավաթիվ այլընտրանքային առաջարկներից մեկը, որը նախընտրելի է օտարազգի զբոսաշրջիկների համար։ Կեսօրին այստեղ արդեն մարդաշատ է։ Գերմանացիների համար Բոհեմը բացահայտում է, իսկ ռուսների համար այստեղ թեյերն ու համեղ ուտեստներ վայելելը արդեն ավանդույթի է վերածվել։ Երբեմն այս միջավայրն էլ ավելի մտերմիկ է դառնում։ Օրինակ այսօր, երբ թեատան աշխատակցուհին անակնկալ մատուցեց ներկաներին։ Maybe strong, but I feel exhausted. Your heart is as black as night. Տեղի ռեստորաններում ինչ-որ հետաքրքիր առանձնահատկությունն է պակասում, սերվիսը երևի։ Մյուս կողմից կան այնպիսի հրաշալի վայրեր, ինչպիսին է այս թեատունը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Այսպիսի հակասական տպավորություններ ունի ոչ միայն Դարիա Բելոցկայան, այլ նաև Սևան այցելող զբոսաշրջիկներից շատերը։ Գերմանուհի Իզաբել Մուլակթաբի համար ամենախնդրահարույցը մարդկանց հետ հաղորդակցվելու դժվարությունն է։ Ցուցանակների վրա հայերեն է գրված, չենք հասկանում, եւ շատ հաճախ մարդիկ անգլերեն չգիտեն, որ կարողանանք հաղորդակցվել։ Դիմում ենք Google Translate-ի օգնությանը։ Այս տարի մենք մասնակցենք բյուջետավորմանը, գաղափար ենք ներկայացրել քաղաքում ցուցանակների եռալեզու համակարգի ներդրման, ցավոք սրտի չանցել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի այդ համակարգը ներդրվի, որտեղ դա հենց առաջին քայլերից է, որը քաղաք կբերի ավելի շատ թվով եւ հարմարվետ կդարձնի քաղաքը ավելի շատ թվով զբոսաշրջիկների համար։ Բոհեմ արվեստանոց թեարան սոցիալական ձեռնարկության նախագահ Գոհար Մնացականյանը նշում է, հիմա մի քանի ծրագիր ունեն, որոնցից են քայլարշավները, հեծանվային երթուղին դեպի Սևանի հարակից լեռներ։ Ներկայումս Հայաստանում նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ, դրա հետ մեկտեղ խնդիր ունենք մատուցելու այնպիսի ծառայություններ եւ այնպիսի որակով, որի արդյունքում զբոսաշրջիկը բավարարված հեռանա մեր երկրից, այս դեպքում նա կդառնա երկրի դեսպանը եւ քայլող գովազդը։ Այստեղ գալը բավականին հեշտ է, իսկ այն մեկնելը դժվար է։ Երբ առաջին անգամ եկա այստեղ հանգստանալու, մեկնելիս հարմար տաքսի գտնելն ուղղակի անհնար էր, դա մինուս է։ Գերմանացի Դեյվիդ Լյուդվիգին ամեն ինչ գոհացնում է, ասում է, Սևանն ու հայ մարդիկ հրաշալի են, միայն ցուրտն է մի փոքր անսովոր։ Լավ կլիներ, եթե եղանակը մի քիչ տաք լիներ։ Շատ գերմանացիներ չգիտեն այս հրաշալի տարածքի մասին եւ չեն գալիս։ Եվրոպայի համեմատ ավելի մատչելի է այստեղ ճամփորդելու համար։ Իսկ Դարիա Բելոցկայայի համար Սևանի ցրտաշունչ եղանակը ընդհանրապես խնդիր չէ, նա Սիբիրից է ժամանել։ Հայաստանում առաջին անգամը չէ։ Սևանա լճին եւ վանքին շատ է սազում այս եղանակը, մի քիչ սառը, մի քիչ թախծոտ, իմ համար շատ սիրուն է եւ ռոմանտիկ։ Գոհար Մնացականյանը շատ է շփվում զբոսաշրջիկների հետ, փորձում հասկանալ նրանց տրամադրությունն ու նախընտրությունները։ Նշում է, ցավոք սրտի Սևանում շատ չեն հանգստի, զվարճանքի այլընտրանքային տարբերակները, նաև տարրական հարմարությունների պակաս կա։ Եվ տեղեկատվական ցուցանակների պակաս կա, թե քաղաքային զուգարանի շատ հասարակ պակաս կա, թե ինֆորմացիոն կենտրոնի հենց քաղաքի մեջ։ Մենք ունենք հասարակական զուգարաններ, մեկը քոլեջի հետնամասում է գտնվում, մյուսը գարաժ թաղամասում է։ Որոշ ժամանակ այդ գործարկվեց, բայց այնտեղ ինչ-ինչ խնդիրներ առաջացան, արդեն մի տարուց ավել փակված է դուռը, բայց կարծում եմ, որ այս համար նորից կգործարկվի։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը չի հերքում, որ կան բացեր ու թերություններ, ասում է բարդ է, խնդիրները փորձում են լուծել փուլ առ փուլ։ Վերջին հաստատված ծրագիրը հարսնաքար համալիրից մինչև թերակղզի տանող ջեմուղու կառուցումն է, որը զգալիորեն կնպաստի զբոսաշրջիկների ազատ տեղաշարժին ու հարմարավետությանը, բայց դեռ առկա է քաղաքի հետ կապի խնդիրը։ Սևան քաղաքը լճափնյա տարածքի հետ կապող վերգետնյա մեկ անցուղի կա։ Եթե մարդը ուզում է գնալ ինչ-որ մի տեսարժան վայր, նա պիտի անցնի այդ ճանապարհը։ Պիտի լինի լուսավորություն, պիտի լինի համապատասխան ենթակառուցվածքներ։ Կարծում եմ, որ միայն համայնքի մակարդակով նման ծրագրեր անելը բավականին բարդ է։ Արմինե Ղուկասյանի խոսքով իրենց գերխնդիրն է լճափին հանգստացող զբոսաշրջիկի քայլերն ուղղել Սևան քաղաք, իսկ դրա ամենակարճ ճանապարհը ենթակառուցվածքների ստեղծումն է։ Պետական որպես այդպիսի ծրագրեր չկան, զբոսաշրջությանը կոնկրետ ուղղված, բայց Սևան համայնքի երկու գյուղեր,
Լճաշենը եւ Ծաղկունքը ճանաչվել են զբոսաշրջային գյուղեր։ Սա բավականին լավ նախադեպ է արդեն, որpիսի մենք կարողանանք քայլ առ քայլ մեր մյուս գյուղերը եւս ներառենք այս մեծ շղթայի մեջ։ Այս մեծ շղթայի մեջ եկամուտ չի ապահովում, սակայն Պապ Հայրապետյանի ղեկավարած Lake Sevan հոսթելը, որը թեև հարմարավետ բյուջետային կացարան է, այնուհանդերձ տարվա մեծ մասը դատարկ է։ Շաբաթ օրը մեկը զբոսաշրջիկ ունենք, հետո ամրագրած զբոսաշրջիկներ չունենք, չգիտեմ երբ կլինի, շատ վատ է։ Եթե ես ասեմ, երևի զարմանալի կթվա, որ Դիլիջանի հետ երթուղային տրանսպորտ չկա, Հրազդանի հետ չկա, մենակ Սևան գավառ, Սևան Մարտունի չկա։ Զբոսաշրջիկը գալիս է մեզ մոտ, հանգստանում է, հիմնականում 1-2 օրով են գալիս։ Պետք է օգտվի տաքսի ծառայությունից։ Գիտեք, տաքսի ծառայության գները։ Հիմա մրցույթը շահած կազմակերպություն կա, որը ունի որոշակի ժամանակահատված ամբողջ ավտոպարկը թարմացնելու եւ ամբողջ այսպես ասած երթուղային ցանցի ամբողջ գործարկումը արվելու այդ ընկերության միջոցով։ Հարցը շատ կարևոր է, շատ հրատապ է բոլոր առումներով, ոչ միայն զբոսաշրջիկի, առաջին հերթին ես մտածում եմ տեղացու մասին։ Զբոսաշրջային կոմիտեի տվյալներով 2023-ից 25 թվականներին տարեկան ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան։ 2024 թվականի համեմատ ցուցանիշը փոքր-ինչ աճ է արձանագրել, սակայն 2023-ի համեմատ նվազում։ 2025-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատարը Ռուսաստանն է 41%-ով, հաջորդում են Վրաստանն ու Իրանը 13 եւ 8%-ով։ Փորձագետների խոսքով Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ են կապիտալ ծախսեր ենթակառուցվածքների համար, մարդկային ռեսուրսի զարգացում եւ լուրջ գովազդային արշավ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։